Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես եւ մենք կանխատեսել ու մանրամասն վերլուծել էինք մեր նախորդ տեսանյութերում, Գոյամարտ հեռուստասերիալում վերջապես ծագեց լույսի ամենասպասված շողը։ Սակայն այս սերիալում մի խնդրի լուծումը միշտ ծնում է տասնյակ նոր, շատ ավելի վտանգավոր ու ճակատագրական խճճվածություններ։ Եկեք միասին հասկանանք, թե ինչ պայթյունավտանգ զարգացումներ են մեզ սպասվում առաջիկայում։ Ամենակարևոր եւ ուրախալի լուրը՝ Դավիթի բարդ վիրահատությունը բարեհաջող է ավարտվում։ Լեոն ու Մուսերից կարծես մի ամբողջ սար է ընկնում, աննկարագրելի ուրախությամբ միանգամից զանգահարում է Դավիթ պապիկին ու մանանին, հայտնելով փրկության բարի ավետիսը։ Այս ողջ ծանր ընթացքում Լեան անբաժան կանգնած էր Լեոյի կողքին։ Նա հավասարապես կիսում է սիրելիի ուրախությունն ու արցունքները։ Քիչ անց Լեան զանգահարում է մորը Իննային եւ հայտնում, որ ամեն բան լավ է։ Թվում էր, թե Հունանն ու Իննան գոնե այս մի մտահոգությունից պետք է վերջնականապես ազատվեին ու հանգիստ շունչ քաշեին, չէ՞ որ Դավիթի կյանքն ուղիղ կերպով նշանակում է իրենց որդու Գրիշոյի ազատությունը։ Սակայն ճակատագիրը բոլորովին այլ խաղ է սկսում։ Մինչ հիվանդանոցում տոնում են կյանքի հաղթանակը, Հունանի ընտանիքում պայթում է իսկական ռումբ։ Էռնան, ով վերջապես ազատվել է Ավոյի հոգեբանական գերությունից եւ, ինչպես գիտենք, կամրջի վրա փրկվել Իննայի կողմից, գալիս է եղբոր տուն եւ արցունքն աչքերին ներողություն է խնդրում բոլորից։ Հունանը, տեսնելով քրոջ այս ոչնչացված, կոտրված հոգեվիճակը, կատաղությունից դուրս է գալիս հունից, սակայն դա դեռ ամենասարսափելին չէր։ Հունանը բացահայտում է մի ցնցող, աներևակայելի խարդախություն։ Պարզվում է, որ խորամանկ Ավոն օգտվել է այն փաստից, որ Հունանի բոլոր խոշոր բիզնեսները գրանցված են եղել Էռնայի անունով եւ գաղտնի փաստաթղթային կեղծիքներով այդ ողջ հարստությունն ու կայսրությունը գրանցել է իր անունով։ Հիմա Էռնային հարստությունը բացարձակապես չի հետաքրքրում, նա խեղդվում է իր ցավի մեջ, իսկ ահա Հունանը խելագարի պես սկսում է փնտրել Ավոյին, իրեն պատկանելիքն ուժով հետ վերադարձնելու եւ նրան ոչնչացնելու համար։ Իսկ որտեղ է Ավոն այս ընթացքում։ Նա նախօրոք հոգացել է ամեն ինչի մասին եւ ապահովագրել իրեն։ Ռոզիի եւ իրենց երեխայի հետ միասին Ավոն արդեն օդանավակայանում է, պատրաստվելով փախչել երկրից ու վայելել Հունանից գողացված միլիոնները։ Բայց մենք արդեն կանխատեսել էինք ճակատագրի անդառնալի հարվածը։ Շատ շուտով Ռոզին ողբերգական հանգամանքներում կմահանա եւ փախստական Ավոն, մնալով մենակ իր զավակի հետ, ստիպված գլխի կոր ու ոչնչացված կվերադառնա Հայաստան, ծնկաչոք ներողություն աղերսելու Էռնայից։ Եվ վերջապես ամենահետաքրքիր ու էքսկլյուզիվ նորությունը, որը սպասվում է բոլորիս։ Շատ շուտով սերիալում կհայտնվի բոլորովին նոր, վառ կերպար, որին կմարմնավորի սիրված դերասան եւ երգիչ Էմիլ Պողոսյանը։ Ըստ մեր տեղեկությունների ու վերլուծությունների, նրա կերտած հերոսը շատ արագ եւ անկեղծորեն կսիրահարվի Լիային։ Եվ գիտեք ո՞րն է ամենաինտրիգայինը։ Հունանը երկու ձեռքով կողմ կլինի նոր հարաբերություններին, փորձելով ընդմիշտ կտրել դստերը Լեոյից։ Այս ամենը Լեոյին կհասցնի իսկական խելագարության եւ խանդի աննկարագրելի պոռթկումների։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում։ Կհասցնի Հունանը բռնել Ավոյին մինչև նրա ինքնաթիռ նստելը։ Եվ կվայելի արդյոք Ավոն իր գողացած հարստությունը։ Եվ բացի այդ, ինչ կարծիքի եք Էմիլ Պողոսյանի մասնակցության մասին այս սերիալում։ Անպայման գրեք ձեր վարկածներն ու սպասումները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր կարդում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքը։ Շնորհակալություն դիտելու համար։